Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Նա չի գործածել ցեղասպանություն եզրույթը, այլ լատինատար նշել է մեծ Եղեռն արտահայտությունը։ Մենք այսօր հիշում ենք մեծ Եղեռնը եւ հարգում այն մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում։ 1915 թվականից սկսած 1.5 միլիոն հայեր արտաքսվեցին եւ մահվան դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին։ Այս հիշատակի օրը մենք եւս մեկ անգամ միանում ենք Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին, սգալով բազմաթիվ կորսված կյանքերի համար։ Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ եւ աջակցել տարածաշրջանային կայունությանը, ասել է Թրամփը։ Անկախ լրատվամիջոցների փաստաբանների եւ միջազգային կառույցների բացակայությամբ ապրիլի 24-ին Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների գործով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ դատարանը նախ քննել է Շուշիի օկուպացիայից առաջ տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր, մասնավորապես 1989-ի դեկտեմբերի 13-ից 14-ի միջադեպերի մասին։ Ըստ դատախազների ներկայացրած փաստաթղթերի մինչև օկուպացիան հայկական զինուժը հրթիռակոծել ու հրետակոծել է Շուշին ու հարակից գյուղերը։ Այս իրադարձությունների ժամանակ ադրբեջանցիներ են սպանվել եւ վիրավորվել կամ գերի ընկել։ Այս փաստերով քրեական գործեր են հարուցվել։ Դատական նիստը կշարունակվի այսօր։ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը լուսանկար է հրապարակել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով Գլենդելում կազմակերպված հիշատակի արարողությունից կից կատարելով գրառում։ Գլենդելի հայ համայնքի հետ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ մենք պետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային եւ պնդենք հայ ռազմագերիների ազատումը։ Մենք պետք է արդարություն պահանջենք։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը։ Մենք պետք է դիմակայենք Ադրբեջանի շարունակական ագրեսիային եւ պնդենք, որ ադրբեջանական ուժերը անհապաղ դուրս բերվեն Հայաստանի տարածքից եւ ազատ արձակվեն ռազմագերիները։ Պետք է նպաստենք նաեւ Հայաստանի ինքնիշխանության, սահմանների պաշտպանությանն ու միջազգային մոնիտորինգի միջոցով փորձենք պաշտպանել Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն իր սոցիալական էջում խմբագրել է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ արված գրառումը, որում ցեղասպանություն եզրույթն էին նշել։ Եվրամիության դիտորդական առաքելության գրառման նոր խմբագրված տարբերակում բացակայում է ցեղասպանություն բառը։ Անհավանական ցինիզմ եւ ստորություն, այսպես է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության կողմից հրապարակման մեջ ցեղասպանություն բառով գրառումը հեռացնելու քայլը։ Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն, ասել է կոնգրեսական Ֆրենկ Փալոունը քննադատելով Թրամփին հայոց ցեղասպանություն եզրույթը չգործածելու համար։ Նախագահ Թրամփի կողմից հայոց ցեղասպանության թույլ ոգեկոչումը նվեր է ժխտողականներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճանաչումը պաշտոնական է եւ անշրջելի, բայց ցեղասպանություն բառը օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը եւ անարգում է 1915-ի զոհերի հիշատակը, գրել է Փալոունը։ Ամերիկայում ապրող թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը պատրաստում է իր ցեղասպանության համառոտ պատմություն գրքի անգլերեն տարբերակը։ Գիրքն ի սկզբանե լույս է տեսել թուրքերենով 2021 թվականին։ Աքչամը զրույցում նշել է, որ Ամերիկայում հրատարակման պատրաստվող անգլերեն տարբերակում ավելացվել են մի քանի նոր փաստեր, այդ թվում 1909 թվականին Ադանայում հայ բնակչության ջարդերի մասին, որոնք պատմաբանը գտել է Օսմանյան արխիվներում։ Ամերիկայում հրատարակությունը նախատեսված է հաջորդ տարի գրքի թուրքական տարբերակում երկու բաժին էր ներառվել այն հարցերի մասին, որոնք թուրքական հասարակության մեջ առ այսօր քիչ են քննարկվում։ Դրանցից մեկը քրդերի դերի մասին է, մյուսը ցեղասպանության ժխտման պատմության մասին։ Ավրորան մասնակցել է Երևանում տեղի ունեցած ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը եւ Աֆեան նախաձեռնություններ Հայաստանի համար հիմնադրամի եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները նախաձեռնել էին մի շարք միջոցառումներ։ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո Մատենադարանում բացվել է Մատյան մարդասիրած ձեռագրի ցուցադրությունը։ Օրվա եզրափակիչ միջոցառումը Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող քանդակի մոտ էր։ Մարդասիրած Մատյանը նաև Ավրորա մարդասիրական նախաձեռնության եւ Մատենադարանի համագործակցության մի յուրօրինակ դրսևորում է եւ երկու կարևոր
ուրեմն հաստատությունների եւ նախաձեռնության ուրեմն համագործակցության, որն ուղղված է մարդասիրությանը, որի նպատակը մարդասիրությունն է, մարդկային արժեքների եւ քաղաքակրթության պահպանությունը։ Մեր երեխեքը ինչ որ մի բան ստեղծած են, որը մենք մեծ բարիբով կհրամցնենք մարդկության։ Եվ իրականության մեջ մեր պատմությունը ամբողջական ցևով այդ է եղել։ Մենք շատ ունեցել ենք մեր սիրուն արվեստը, քանդակները, մանրանկարչությունը, եւ մենք կարողացել ենք ինչ որ ցևով մաս կազմել այդ ամեն ինչը մարդկության ժառանգության։ Եվ այսօր այս ուրեմն մադյանը հենց այդ կխորհրդանշեմ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 26-ին Սուրբ Աթոռում Վատիկանում կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը, հայտնել են նախագահի աշխատակազմից։ Կրեմլը պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության գալ Ամերիկայի հետ, այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ որոշ տարեր վերափոխման կարիք ունեն։ Եվ ես եւս կարծում եմ, որ ճիշտ է, մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, ասել է Լավրովը։ Հարցին թե ինչու են խաղաղ բնակիչներ զոհվում այդ դեպքում, երբ Ուկրաինան հայտարարել է զինադադարի պատրաստակամության մասին, Լավրովը պատասխանել է. Մենք հարվածում ենք միայն ռազմական օբյեկտներին կամ քաղաքացիական այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են զինվորականների կողմից։ Ռուսաստանի Դաշնության ՀՕՊ համակարգերը ապրիլի 25-ի գիշերը ոչնչացրել են ուկրաինական զինված ուժերի 79 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 59-ը որսացել են Ղրիմի երկնքում, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Վարչության զեկույցը հայտնում է հետևյալ շրջանների եւ խոցված անօդաչու թռչող սարքերի մասին. 59 անօդաչու թռչող սարք Ղրիմի հանրապետության վրայով, 11 անօդաչու թռչող սարք Սև ծովի վրայով, 4 անօդաչու թռչող սարք Բելգորոդի շրջանի վրա, 2-ը Կուրսկի շրջանի վրա, 2-ը Նիժնի Նովգորոդի շրջանի վրա եւ 1 անօդաչու թռչող սարք Իվանովոյի շրջանի վրայով։ Բաքվից Պեկին հասած Ալիևը հասցրել է Սի Ցինպինի հետ ստորագրել համատեղ հայտարարություն Ադրբեջանի եւ Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ։ Երկու տասնյակ կետեր ընդգրկող փաստաթուղթ նստվել լուծաբանների Չինաստանին հնարավորություն է տալիս զգալիորեն խորացնել իր ներկայությունը Ադրբեջանում։ Քաղաքական որևիցե ենթատեքստ չեմ տեսնում ընդհանրապես որևիցե կանխամտածություն, կանխական դիրքորոշում, որ Չինաստանը կարող է տարբերություն գնել Հայաստանի կամ Ադրբեջանի միջև։ Նա պարզապես նայում է թե որ երկիրը ինչքանով կարող է օգտագործել։ Հայաստանի թե Ադրբեջանի հետ է ավելի մերձենում չինական երկիրը, մինչև Ալիևի Չինաստան հասնելը թուրքական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հոդված հրապարակեց, երկար վերնագրեց Չինաստանից գոտի եւ ճանապարհ հարցում նոր քայլ։ Թուրքիան ռազմավարական կենտրոն է, իսկ Երևանը տրանսպորտային ցանցում է ներգրավում վերտառությամբ։ Հոդվածում Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը անդրադառնում է համաշխարհային առևտրային քարտեզի վերաձևմանը եւ որ Չինաստանը պատմական եւս մեկ քայլ է անում պատրաստվելով Հայաստանին ներառել իր տրանսպորտային ցանցում։ Չինաստանի այդ բոլոր ծրագրերը, ասենք օրինակ մեկ գոտի մետաքսի ճանապարհի վերակենդանացում, համագործակցության ծավալումը Հնդկաստանի, Իրանի եւ մյուս երկրների հետ, այս նպատակն ունի։ Չինաստանը համար հարավային Կովկասում շատ քիչ է հետաքրքրում, թե ինչով կավարտվի Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, ով ինչքան օգուտ կունենա, վնաս կունենա։ Իրեն հիմնականում հետաքրքրում է այս ծրագրերի մեջ ինչքանով նա կարող է օգտագործել հարավկովկասյան երկրների կոմունիկացիաները կամ էներգետիկ կարողությունները։ Չեն Մինը հոդվածագրին հայտնել է, որ Պեկինը Հայաստանին դիտարկում է որպես աշխարհի խաչմերուկ եւ պլանավորում է ավելի ակտիվ ինտեգրել գոտի եւ ճանապարհ նախաձեռնությանը։ Ավելին չինացի դիվանագետը հայտնել է, որ այս շրջանում Չինաստանը Երևանի հետ տրանսպորտային ոլորտում առաջիկայում պայմանագիր է ստորագրելու։ Այդ պայմանագիրը ըստ Չեն Մինի վերագծելու է Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։ Ողջունվում են եւ Չինաստանի մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնությունը եւ մեր նախաձեռնությունը խաղաղության խաչմերուկը։ Ալիևի եւ Սի Ցինպինի ստորագրած հայտարարության մեջ հատուկ անդրադարձ կա նաեւ Չինաստան, Եվրոպա, Չինաստան բեռնափոխադրումների տրանսպորտային ուղիներին։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի բարձր հանձնակատար Կայա Կալասը վերջերս Ուզբեկստանում հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է 10 միլիարդ եվրո ներդնել տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի համար կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու նպատակով։
Հնդկաստանը 1960 թվականին Ինդուս գետի ջրերի մասին Պակիստանի հետ պատմական պայմանագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ դադարեցրել է Պակիստանի ուղղությամբ Ինդուս գետից ջրի մատակարարումը, փակելով 4 նավակների հիդրոտեխնիկական կառույց։ Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Ինդուսի ջրերի արգելափակումը դիտարկում են որպես պատերազմի ակտ եւ մտադիր են պատասխանել բոլոր հնարավոր միջոցներով։ Պակիստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Հնդկաստանի հետ զինված դիմադրության։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանը 48 ժամվա ընթացքում կարտաքսի Պակիստանի բոլոր քաղաքացիներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց խանութն իր կայքում տեղադրել է բեյսբոլի գլխարկ Թրամփ 2028 մակագրությամբ, որը կարող է վկայել ամերիկացի առաջնորդի 3-րդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին։ Կարմիր բեյսբոլի գլխարկը, որը հատուկ նշվում է, որ պատրաստվում է ԱՄՆ-ում, արժե $50։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են հենց 2028 թվականին։ Նոր երկրաշարժ Թուրքիայում այս անգամ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քութայա նահանգում։ Ստամբուլի բնակիչներն ուժեղ երկրաշարժից հետո նախընտրել են գիշերն անցկացնել փողոցում։ Գրեթե ամեն օր գրանցվում են հարյուրավոր հետցնցումներ։ Գիտնականները զգուշացնում են ուժգին ցնցման մասին։ Թայլանդի Չաամլողափից 100 մետր հեռավորության վրա թեթև ինքնաթիռ է ընկել ծովը։ Հայտնի է, որ 5 մարդ մահացել է, 1 հոգի ծանր վիրավորվել։ Դեպքի վայրում աշխատել են փրկարար ծառայությունները, քանի որ դեպքի վայրը գտնվել է ծովից հեռու, փրկարարների համար դժվարացել է ափից հասնել կետ։ Չաամ հանգստավայրը գտնվում է երկրի հարավ-արևելքում Թայլանդի ծոցի ափին։ Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա է կազմակերպվել փոքր եւ միջին ձեռնարկատերերի կողմից։ Նրանք բողոքել են շրջանառության հարկը 5%-ից 10% դարձնելու դեմ եւ պահանջել են կասեցնել այդ որոշումը։ Ակցիայի մասնակիցները վարչապետից հստակ պատասխան են պահանջում։ Հիշեցնենք, հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար շրջանառության հարկը կրկնապատկվում է 5-ից դառնալով 10%, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը 1.5%-ից նվազում է։ Այդ փոփոխություններով նաև հստակ պահանջ է դրվել գույքագրել ապրանքը։ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբո ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մարտական սամբոյի 98 կիլոգրամ քաշայինների պայքարում արցախցի Արման Ավանեսյանը նվաճել է ոսկե մեդալն ու Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Կիսաեզրափակիչ ու եզրափակիչ գոտեմարտերում հայ սամբիստը ժամանակից շուտ հաղթանակ է տարել համապատասխանաբար ռուսաստանցի եւ խորվատ մասնակցի նկատմամբ։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել է, որ Հայաստանի որոշ ճանապարհահատվածներում կարող եք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ Դրանք տեղադրվել են 2022 թվականին կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի սև կետերի բարելավման շրջանակում։ Այս մակետների նպատակն է ապահովել հետիոտնի անվտանգությունն ու բարձրացնել վարորդների զգոնությունը։ Սիրտանոթային հիվանդությունների ու շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված դեղերը, որ սոցիալական կարգավիճակ ունեցողներն անվճար են ստանում, առողջապահության նախարարությունն այս ամսվա սկզբից փորձում է պոլիկլինիկաներից դեղատներ տեղափոխել։ Վերջին թվերով, սակայն, միայն 350 դեղատուն է միացել այս ծրագրին։ Դեռ հունի մեջ չընկած ձախողման վկայություն փորձագետներն են գնահատում։ Տեսնում ենք ոչ թե 350 կազմակերպություն է, այլ 350 առանձին դեղատուն է, բայց այդտեղ ընդամենը 50 կազմակերպություն է։ Ինչու՞, որովհետև եղած 300-ը դա մեծատավ հանքերին պատկանող դեղատներն են։ Այսինքն այն մնացած 50-ն է, որ անհատ դեղատներն են, որոնք առանձին միացել են տվյալ ծրագրին։ Նախարարության սահմանած գնացուցակի պատճառով դեղատները ծրագրին չեն միանում, ասում է փորձագետը։ Բիզնեսը դժգոհ է, փոխհատուցումները համարժեք չեն։ Առաջարկվող 250 անվանում մոտավորապես դեղերի
մեկ մասը ինքը առաջարկող փոխադրող գները բավականին մատչելի են, այսինքն տեղատերը չեն կարող սպասարկել, որովհետև տեղատունը առնելու է, հետո երևի -10%, -5%, -20%-ով վաճառի։ Գների ձևավորման մեթոդաբանությունը կառավարությունն է սահմանել։ Պետառողջապահական գործակալության ղեկավարը հայտնել է գների տարբերությունը բնական է։ Մեր երկրում դեղերի գները երբևէ չեն կարգավորվել։ Մեր կողմից փորձ է կատարվում մշտապես մոնիթորինգ իրականացնել գների։ Դրանով է պայմանավորված, որ մենք նշել ենք կամ փոփենք արդյունքները, կհասկանանք, թե այդ գների ձևավորման հետևանքով կամ արդյունքում մենք ինչ խնդիրներ ունենք եւ ըստ մեր հաստատված մեթոդաբանության շտկումներ կիրականացնենք։ Փոփոխությունների համար 20 օրն էլ բավարար էր, փորձագետների կարծիքն է, ասում են ամիսները գուցե շատ ուշ լինեն համակարգի վայրիվերումների պատճառով, բուժառուները փաստի առաջ կկանգնեն։ Իդեպ, եթե դեղատանն անհրաժեշտ դեղը չլինի ու խնդիրը մեկ օրվա ընթացքում չլուծվի, տնտեսվարողին էլ չեն տուգանի։ Նախարարությունը հանել է այս դրույթը, ու մասնագետները սրա հետ կապված էլ մտաբախություններ ունեն։ Իսկ եթե միայն դեղատանը ձեռնտու տեսակները տրամադրեն։